Նրա կյանքը երբեք էլ հեշտ չի եղել, հաղթանակներին հաջորդել եւ նախորդել են հիասթափությունները, վախերը եւ կորուստները։ Չնայած դրան պնդում է, որ ուժեղ է եւ պատրաստ է պատմել իր կյանքի պատմությունը։ Այս ամենը եւ ոչ միայն կբացահայտենք քիչ անց։ Բարև ձեզ Լիլիթ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդման հրավերը։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Լիլիթ, նախ շնորհավորում եմ ձեզ, որովհետև վերջերս լույս է տեսել ձեր նոր տեսահոլովակը։ Հայ զինվոր է կոչվում եւ այս առումով ուշագրավն այն է, որ այնտեղ նաեւ նկարահանվել է եւ որոշակի հատված երգում է նաեւ ձեզ հետ ձեր որդին Կարենը։ Եվ ես հիշում եմ, որ նախքան Կարենի ծնվելը դուք ասում էիք, որ դուք նույնիսկ կանխազգացել էիք նրա ծնունդը եւ ավելին մեկ անգամ ասել էիք, որ ես գիտեի, որ Կարենը պետք է վերածնվի, խոսքը ձեր եղբոր մասին է։ Ստացվում է, որ Կարենը վերածնվել է բոլոր առումներով, որովհետև տարիներ անց դուք կրկին այս դեպքում արդեն կրտսեր Կարենի հետ եք միասին երգում, ստեղծագործում։ Սա դեռ սկիզբն է։ Ինչ կասեք այս մասին։ Այնքան բան եղավ, որ հիշում ես, որ ես ասել եմ, զգում եմ, պիտի վերածնվի, իսկապես այդ ամենը մինչև հիմա էլ ես ինքս զարզանդվում եմ այդ մտքից, թե ինչպես կարող էր այդպես ստացվել, որ ես ինքս զգայի դրա մասին։ Ու եթե մի քիչ իր ելույթը ավելի շատ լիներ, թե երգում, թե տեսահոլովակում, ես պատկերացնում եմ արդեն իմ բարեկամները, մտերիմները, այն մարդիկ, ովքեր իմ երգարվեստը սիրում են, եթե լիներ Լիլիթ Կարեն Կարապետյաններ, դա արդեն հաստատ ավելի լավ կլիներ, կատարյալ կլիներ, բայց փորձեցի որդուս առաջին քայլերը անել այսպես, փոքրիկ ինչ-որ մի բանով ինքը թող հանդես գար, թե երգի մեջ, թե տեսահոլովակի մեջ եւ կարծում եմ, որ ցանկացած մայր, երբ ունենում է որդի, առաջին հերթին ինքը մտածում է, այդ միտքը հիմա բոլոր մայրերը ինձ կհասկանան, որ իրենք զինվոր են ունեցել, այսինքն այդ տղան ոչ միայն քոնն է, այլ նաև հայրենիքինն է, հայրենիքի պաշտպան է, ապագա հայ զինվոր է լինելու, այսպես։ Երբ նայում եք փոքրիկ Կարենին, ձեր եղբորը տեսնում եք։ Պահեր կան, որ տեսնում եմ, բայց որ ասեմ շատ այսպես նմանություն արտաքինի եւ ներքինի մեջ այդքան էլ չեմ տեսնում, որովհետեւ եղբայրս եղել է 1971 թվականի ծնունդ, որդիս 2009, արդեն այդ ամեն ինչ ասում է, հիմիկվա երեխաները ես կարծում եմ իրենք արդեն իսկ ծնված պահից անհատներ են, լիդերներ են ու հնարավոր է նույնիսկ ծնողներին նման չլինեն, իրենք ուրիշ տեսակի նոր մարդիկ են։ Եվ այդպես էլ պետք է նրանց ընկալել։ Բնականաբար, ես երբեք չեմ բռնանա, երբեք ես ուղղություն ցույց կտամ, բայց միշտ էլ ասում եմ, ինքը ինչ որ վերջնական իր որոշումը ընդունի, ես իր կողքին եմ ցանկացած հարցում։ Լիլիթ, դուք կարծես թե երբեք սահմաններ լավ առումով չեք դնում։ Միշտ բաց եք ձեր հանդիսատեսի առջև եւ պատմում եք, խոսում եք ձեր կյանքից, եւ այդ առումով ես հիշում եմ, որ մոտ 2 տարի առաջ, երբ հերթական հարցազրույցն էիք տալիս եւ խոսում ամանորյա հրաշքների մասին, նշեցիք, որ ձեզ համար լավագույն հրաշքը կլինի այն, որ ձեր որդին ապաքինվի։ Եվ այս առիթով քննարկումներ ինչ խոսք եղել են, բնականաբար երբ մարդիկ հստակ պատասխան չեն ունենում, սկսում են արդեն ուռճացնել տեղեկությունը։ Իրականում ինչ է կատարվում ձեր որդու հետ եւ արդյոք այս պահին մենք կարող ենք փաստել, որ նա արդեն ապաքինվել է։ Փառք Աստծո, մենք աշխատում ենք, ինչու եմ ասում մենք, ես, մայրս, իմ շրջապատը, իմ բարեկամները, իմ ընկերուհին, ով ամեն տարի Կարենին տանում է Միացյալ Նահանգներ, աշխատում ենք այնպես պահել նրան, որ բարդություններ չառաջանան, որը այդ խնդրի մեջ ամենակարևորն է։ Ու այսինքն այնպիսի իրավիճակ է, կայուն է, մեզ համար նույնիսկ շատ լավ է, երբ ամեն ինչ լինում է հսկողության տակ եւ կայուն է լինում, այսինքն դեպի վատը փոփոխություն չի լինում։ Եվ ասեմ մի բան, որ ամեն մարդ էդ էլ փորձեմ իմ կողմից խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն, ովքեր իրենք առողջական խնդիրներ ունեն,
Հələ մերը հեչ, մեր առողջական խնդիրները, մեր երեխաներին եմ ասում, փորձեն ապրել այնպես, որ իսկապես այդ հրաշքը կատարվի։ Այսինքն անեն միայն լավ գործ, օգնեն մարդկանց։ Իսկ արժանանան այդ հրաշքին։ Իհարկե, պարգևատրվեն։ Եվ ես վստահ եմ, որ այդ օրը գալու է, իսկապես վստահ եմ։ Այս խնդիրը իծներ, թե հետագայում առաջացավ։ Խնդիրը այնպիսին է, որ ծնված պահին դու չես տեսնում։ Այսինքն դա լինում է, երբ երեխան լինում է 2 ամսական։ Այդ ժամանակ ես դու այդ տեսնում։ Բայց փառք Աստծո, իր մոտ շատ ավելի քիչ է այդ խնդիր ունեցողներից տոկոսային հարաբերությամբ եւ ասում եմ մենք էլ մեր ամեն ինչը, մեր ուժը, մեր նյարդային համակարգը, մեր ամեն ինչ էսպես ներ ենք դնում դրա մեջ, որ Կարենը իրեն վատ չզգա եւ փառք Աստծո, այդպես էլ կա։ Իսկ որտեղից այդ ուժը, որովհետև ժամանակին դուք խոստովանում եք, որ կյանքի տարբեր հարվածներից ելնելով եւ իդեպ մանրամասնեմ այդ հարվածները, դուք նշում եք, որ սկզբնական շրջանում առաջին ձեր կյանքի գլխավոր հարվածը հայրիկի կորուստն էր, ապա դրան հաջորդեց, ինչպես դուք եք նշել, սիրած տղայի կորուստը, ում հետ դուք պետք է, եթե չեմ սխալվում, ամուսնանայիք, ապա եղավ արդեն Կարենի կորուստը, ձեր եղբոր կորուստը։ Եվ հիմա էլ թվում է, երբ ամեն ինչ պետք է որ արդեն լավ լիներ, դուք մայրացաք ինչի մասին այդքան երազում եք, եւ ահա այսպիսի խնդիր, որտեղից ուժ, որովհետեւ ժամանակին նաեւ խոստովանեցիք, որ ձեր նյարդերը տեղի տվեցին եւ դուք ունեցաք առողջական խնդիրներ։ Այնպես չի, որ հիմա այդ խնդիրներից զերծ եմ, կարծում եմ բոլոր բանական մարդիկ, զգացմունքային մարդիկ, ովքեր որ մտածում են ամեն ինչ խորն են տանում, այդ մարդիկ խնդիրներ ունեն նյարդային։ Եվ ես ուրախ եմ, որ ունեմ։ Ինչու, որովհետև այդ դեպքում ես կհամարվեի անխելք, անուղեղ մարդ, մեր շրջապատում նման մարդիկ շատ կան, պահիտակ ես իրենց նախանձում եմ, բայց հետո արդեն հասկանում եմ, որ չէ, ում է պետք է այդպիսի մարդը, պիտի որ տենց չլինի։ Բայց հարվածները չափից շատ են։ Հարվածները չափից շատ են։ Էդ էլ ես ինչ եմ հասկանում, որ դրանք տրվում են շատ ուժեղ մարդկանց։ Նույն վիշտը, նույն ամեն ինչը մարդը պիտի պատվով կրի։ Մարդը պիտի իրեն չկորցնի, մարդը պիտի չկործանվի։ Դե այդ վշտերն էլ տրվում են երևի այդ մարդկանց, ովքեր որ կարող են մեն այդ ծանր բեռը իրենց ուսերին կրել։ Բայց արդյունքում նյարդերը տեղի են տալիս եւ դուք նշել եք ունենում եք նևրոզ եւ ստիպված եք լինում դիմել արդեն բժիշկների, նույնիսկ այն շրջան կար, երբ նշում եք, որ շտապօգնության մեքենան անընդհատ ձեր բնակարանի մոտ էր, անընդհատ հսկողության ներքո եք։ Հիմա ես հաղթահարել եմ, հիմա էլ ընդհանրապես շտապօգնություն չի գալիս, ես ինքս կարողանում եմ ինձ այդ իրավիճակից հանել, երբ իմ նյարդաբանը ինձ ասաց, որ Լիլի ջան, ճիշտ է, ես փորձում եմ օգնել քեզ, բայց քո ամենամեծ բժիշկը դու ես։ Դու պիտի ինքդ քեզ այդ իրավիճակից հանես, ես հասկացա, որ միանշանակ ես եմ։ Եվ այն ժամանակ, երբ ես սկսում էի արդեն այսպես վատանալ, շատ վատանալ, հետո ես ինքս ինձ ասում էի, ու այդ նյարդային այդ բանի պահին ինձ մոտ էսպիսի մի բան էր, որ հեսա կմահանամ, ամեն մեկի մոտ մի ձևով է դա արտահայտվում, ու հետո հասկացա այդ պահը հենց գալիս է, որ պիտի այդ միտքը իմ ուղեղը սենց սկսի կրծել, ես ասում եմ խոսքը ինքնասպանության մասին էր, թե պարզապես վատանալուց, այսինքն ես այնքան վատ եմ զգում, վայ հիմա եթե շտապօգնությունը չհասնի, ես հիմա կմահանամ, վայ հենց հիմա, վայ չի հասնում, այսպես դու բանի մեջ ես ու այնպիսի մի հետաքրքիր բան է, որ առաջին անգամ որտեղ որ լինում է այդ երևույթը, դու այդ տեղում գտնվելու ժամանակ էլի ես վատանում։ Դա արդեն հենց նյարդերի հետ է կապված, այդ ժամանակ ես ինքս ինձ ասում եմ, ոչ ես ինչու պիտի մահանամ, ոչ, ես ինչ վիճակա լինելը մի հատ քեզ հավաքի, ոչ, ինձ հետ ոչինչ չի լինի, ու սկսում եմ լավանալ, այսինքն դու ինքդ քեզ պիտի բուժես,
ոչ մի բժիշկ, բնականաբար բժիշկը թեթև ուրիշ բաներում կարող է քեզ բուժել, նույն նյարդերի հետ կապված, բայց ինքը այսպես գլոբալ, ինքդ քո բժիշկը պիտի լինես։ Տեսեք, դուք դրան եկաք, բայց նախքան այն ժամանակը, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսում, երբ հարվածները թարմ էին, այդ ժամանակ ինչն էր օգնության գալիս։ Պատկերացրու, Լիլ ջան, որ այդ ժամանակ ես այդքան ծանր չեմ տարել, որովհետև չեմ հասկացել։ Ու որ ասում են ժամանակը բուժում է բոլոր վերքերը, ես իմ կյանքից ելնելով հասկացել եմ, որ նման բան գոյություն չունի։ Ժամանակը հենց խորացնում է, ավելի ամեն տարի վերքդ ավելի թարմանում է։ Սկսում ես ընդհանրապես չհարմարվել դրա հետ։ Կարոտն է։ Խեղդվում ես, դու ամեն ինչի պատրաստ ես, այդ 1 տարին, 2 տարին մի քիչ ավելի այլ է, բայց հիմա 17 տարին է արդեն լրացել, ես հիմա եմ հասկանում, թե դա իրանից ինչ է ներկայացնում, այդ երևույթը արյունակցի բացակայությունը, հատկապես եղբոր։ Ինչն եք ամեն ինչ շատ կարոտում։ Ամեն ինչ, իրեն ֆիզիկապես։ Երբ պահելինում դու պատրաստ ես ամեն ինչ տալ, գոնե այդ մարդը 5 րոպեով հայտնվի քո կողքին, անբացատրելի բան է։ Եվ ինչ կասեիք նրան։ Որ հնարավոր չի։ Դու հասկանում ես, որ ոչ մի կերպ հնարավոր չի դա։ Ինչ խոսք պատմությունը հնարավոր չի կրկնել։ Եվ ձեր պատմությունը իսկապես երբեմն թվում է, որ ցույց է տալիս, որ ելք չկա, բայց դուք միշտ գտնում եք ելքը եւ ապացուցում, որ ամեն ինչ կարող եք հաղթահարել։ Այո, ես ելք գտնում եմ, ես հուզվել չեմ կարող, դա արդեն կարծում եմ ուժի հետ կապ չունի։ Դա արդեն սիրտդ, երբ արդեն ոչ մի տիպի չի դիմանում, դու բնականաբար ես էլ հասկանեմ։ Ձեր արցունքները փոխանցվեցին նաև հասկացա։ Շատ լացկանեմ ու զգացմունքային եմ ցանկացած մարդու պատմած պատմությունով ես նույնպես ես այդ վարքյանին արդեն սկսում եմ լացել, ինձ հետ կապ ունենա թե չունենա։ Վերջին այս ամեն ինչից հետո, չգիտես ինչու ես եմ ուզում հենց բացել այդ խոսակցությունը համացանցերի հետ կապված այն մարդկանց մասին եմ ուզում խոսել, ովքեր փաստորեն ապրում են վատ մեկնաբանություններ գրելով, թե իմ գործընկերների, գործընկերուհիների, թե բնականաբար ես ինքս էլ զերծ չեմ դրանից։ Ես ուզում եմ այսպիսի մի բան ասել մարդկանց, ինչու են այդքան չարը, ինչու են այդքան թունավոր, ոնց կարող են մարդու տեսահոլովակի, նկարի, ինչ-որ մի բանի տակ, եթե ձեզ դուր չի գալիս, մի նայեք, կամ մեկ անգամ նայեցիք, դուք կարող եք, եթե չեք կարողանում ձեզ զսպել, այսպես կարող է ձեր թույնը ձեզ ուտել, պիտի որ անպայման ինչ-որ մի կերպ թափեք, դուք մենակ կարող եք գրել, ինձ դուր չի գալիս, կամ ինձ դուր չի եկել այս ինչ բանը, այն ինչ բանը, պատճառաբանելով, բայց մարդկանց մասին գրել այդքան վատ հորինվածքներ, որոնք այդ մարդկանց էության, ապրելակերպի, դաստիարակության, ընտանիքի ոչ մի բանի հետ կապ չունի։ Ես ուղղակի ինձ հետաքրքիր է, այդ մարդիկ չեն վախենում, չեն հասկանում, որ իրենք հաստատ պատժվելու են։ Հաստատ են պատժվելու։ Իսկ միգուցե սա ընդունել որպես հանրային մարդու կյանքի խաղաղ կանոններ։ Բնականաբար, բայց դեպքեր կան, երբ վիրավորում են այդ ոչ թե այդ մարդուն, ասենք թե վատաբանում են իր երգը կամ բան, անձնավորած են վիրավորում, այդ մարդու մասին շատ վատ բաներ են գրում, երբ այդ մարդը ընդհանրապես այդ տեսակի մարդ չի։ Ես ուզում եմ մեր ժողովրդին, մեր ազգին ասել, որ դա մերը չի։ Ճիշտ է, հիմա բոլորս ապրում ենք այդ կյանքով, համացանցերով, բայց խնդրում եմ ձեզ, մենակ ինձ համար չեմ ասում,
Ես ձեզ խնդրում եմ, վատ մեկնաբանություններ մի գրեք։ Մի վիրավորեք մարդկանց։ Դուք չեք ճանաչում այդ մարդուն, լավ, ինձ ասում են ժողովրդից չեն գրողները, ձեր ասպարեզի մարդիկ են, ինչ որ հրահրում մեկի կամ իրենք ունեն ինչ որ գաղտնի, կեղծ էջեր, որոնցից իրենց ուզած մարդկանց գրում են ավելի վատ։ Ու ես հակված եմ հավատալու դրան, որովհետև ես չեմ պատկերացնում, ես սիրում եմ հայերին շատ։ Նույն հայերն են, ոչինչ չի փոխվել, ես էլ նույն Լիլիթ Կարապետյանն եմ 90-ականներից երգող, նույն տեսակի համարձակ եմ, ոչինչ իմ մեջ չի փոխվել։ Մարդիկ ինձ սիրել են, ինձ ընկալել են այնպիսին, ինչպիսին ես եղել եմ, համարձակ, ես պատնեշ չեմ ունեցել, ես ինչ մտածել եմ արել եմ եւ լավ եմ արել։ Ես արվեստի մարդ եմ, ես չեմ երգում ժողովրդական երգ, ազգագրական երգ եւ ես հագնում եմ բաց ինչ որ չչակցող հագուստ։ Ես երգում եմ էստրադային երգեր եւ իմ հագուստը շատ համապատասխանում է։ Ես մտածելակերպով այդ եմ։ Մարդիկ ինձ սիրել են, ընկալել են, մարսել են։ Չեն կարող մարդիկ հիմա իրենց կարծիքը փոխել։ Եվ զրույցի արդեն ամփոփիչ հատվածում մենք գրեթե ամեն ինչից խոսեցինք եւ չեմ կարող այս հատվածում չհարցնել նաեւ անձնական կյանքից, որովհետեւ եթե ժամանակ առաջ դուք նշում եք, որ հավատում եք, որ նույնիսկ կա ձեր կյանքում տղամարդ, ապա դրանից հետո եղավ շրջան, երբ դուք նշեցիք, որ անձնական կյանքը տանուլ եք տվել եւ որոշակի առումով նաեւ փակել եք այդ էջը ձեզ համար։ Կարծես թե ձեր կյանքում միայն կա ձեր մայրը, որդին եւ երաժշտությունը։ Եվ նույնիսկ երաժշտությունը նշում եք, որ շատ ավելի կարևոր է, քան անձնական կյանքը։ Այո։ Սակայն որքան էլ որ դուք պնդեք, որ այդ ամենը մեծ հիասթափությունից չէ, կարծում եմ, որ կինը երբեք դրան հենց այնպես չի գալիս։ Դրան նախորդում է մեծ հիասթափությունը։ Ինչ է կատարվել այս առումով։ Իմ պարագայում ես ոչ թե հիասթափվել եմ, ինչ որ մեկը եղել է իմ կյանքում, հիասթափվել եմ դրանից ելնելով ոչ։ Իմ պարագայում ոչինչ կապ չունի, իսկապես 2 անգամ ես իմ անձնականը տանուլ եմ տվել հանուն իմ երգի, որի համար ես ընդհանրապես չեմ փոշմանում։ Ես հիմա էլ ասում եմ, եթե հենց հիմա էլ ես համանման իրավիճակում լինեմ, ես կընտրեմ էլի իմ երգը։ Բայց չէ որ ժամանակին, երբ որ ձեր կողքին ձեր եղբայրն էր, դուք նշում եք, որ ունեիք թիկունք եւ դուք ձեզ ապահով եք զգում։ Եվ այդ թիկունքի պակասը այսօր էլ դուք ունեք, որ կարող է լինել ձեր կյանքի տղամարդը։ Կարող է լինել, բայց ես չեմ հանդիպել այնպիսի մի տղամարդու, ով կարողանար հարմարվել երգարվեստում գտնվող կնոջ հետ։ Եվ չկարողանար չասել, որ դու պիտի չերգես։ Ես չգիտեմ, ես այդ արտահայտությունը չեմ ուզում էլ լսել, քանի որ երգը ես եմ։ Այսինքն ես պիտի չլինեմ։ Իսկ դա ես համարում եմ, որ սեր չէ։ Եթե իմ կողակիցը գիտի, որ երգը իմ կյանքն է, առանց երգի ես մեկը չեմ կարող, ինքը իրավունք չունի արտաբերի այդ արտահայտությունը։ Իմ կյանքում եղել է մի տղամարդ, ում մասին, որ դուք ասեցիք, որ էլ իմ կողքին չէ, եւ ես կարծում եմ, որ ամենաշատը ինքը կարող էր ասել այդ արտահայտությունը, բայց երբևիցե նա դրա մասին չի խոսել։ Ես համարում եմ եւ ընկալում էր այնպեսին, ինչպեսին դուք կայք։ Աստված տար, այդպես չլիներ, նա կենթանի լիներ, հաստատ իմ կողքին կլիներ ու ես վստահ եմ, որ ես հրաշքներ կգործեի հենց երգարվեստում։ Երբեք նա ինձ չէր արգելի կօգներ։ Ես կարող եմ ենթադրել, որ ձեր կյանքի հենց մեծ սերը նա էր։ Իհարկե, այո, երբ նրանից հետո ես փորձում եմ բոլորի մեջ գտնել նրան, նմանեցնել, ինչ որ ընդհանուր բաներ գտնել, բնականաբար ուրեմն այդպես է։ Իսկ միգուցե բաց թողնեք այդ հիշողությունը եւ ձեզ ավելի հեշտ լինի գտնել եւ սիրել մեկին։ Ես բաց թողնում եմ, բայց երբ գալիս է այդ պահը, որ ես նույնիսկ
չեմ էլ հիշում այդ փաստի մասին, ինձնից անկախ այնպես է դասավորվում, որ ես ստիպված եմ հիշում։ Հասկացաք, արդեն իրավիճակն է ինձ ստիպում, որ ես հիշեմ, նմանեցնեմ կամ ասեմ, ախր նա որ լիներ, այսպես չէր լինի, նա որ լիներ, այսինչ արտահայտությունը չէր ասի, նա համեստ էր, նա ուժեղ էր, նա կայացած էր, նա վստահ էր, նա ինձ այնքան շատ էր սիրում, որ իր ուժի վրա էլ վստահ լինելով, նա արդեն նման այդպես մանր, էժան զրույցներ հաստատ չէր վարում ինձ հետ։ Տեսեք, դուք հիացմունքով խոսում եք իր մասին, սակայն այդ նույն հիացմունքը չենք տեսնում հարցազրույցներում ձեր երեխայի հոր հասցեին։ Եվ հաճախ թեման ակում եք նշելով, որ որևէ կապ չկա նրա հետ եւ դա ձեր որոշումն էր, որովհետեւ այնպիսի մի դեպք եղավ, երբ դուք հասկացաք, որ այլևս չեք ցանկանում, որ երեխան շփվի հայրիկի հետ։ Սակայն որոշակի առումով դա էլ մի փոքր էգոիստական չէ երեխայի հանդեպ, դուք կարծես թե նրա փոխարեն եք ընտրում, նրա փոխարեն եք որոշում կայացնում։ Ես չեմ երեխայիս փոխարեն որոշում կայացրել, հենց երեխաս է ասել դրա մասին։ Ես իրեն հարցրել եմ եւ ես ժամանակ առ ժամանակ իր հետ նստում խոսում եմ, որ եթե հանկարծ Կարեն ջան, ես իմանամ, որ քո մեջ այդ ցանկությունը կա, բայց դու չես ասում, մտածելով իմ մասին, ես քեզանից կնեղանամ։ Ու ես միշտ իրեն հարցնում եմ, որոշումը եղել է երեխային։ Ես ատելությամբ չեմ խոսում երեխայի հոր մասին, ես չեմ կարող, իրավունք չունեմ ատելությամբ խոսել, որովհետև ինքն է ինձ երեխա պարգևել եւ ես երբեք դա չեմ կարող մոռանալ։ Իսկ ինչ կասեք երեխայի հոր մասին, արդյոք Դավիթ Թուջարյանը փորձում է շփման եզրեր գտնել երեխայի հետ, թե նա կարծես թե փակել է այդ էջը եւ ամուսնացել է, մեծացնում է իր դստերը։ Լուրեր լինում են իմ գործընկերների միջոցով տեսնելու հետ կապված, բայց ես դրան լուրջ չեմ վերաբերվում, որովհետև չեմ կարծում, որ հայրը պիտի այդպես ցանկություն արտահայտի։ Բնականաբար միգուցե նա էլ մտածում է, որ մեր մեջ էս հարաբերությունն է, որ ինքը անձամբ ինձ ոչինչ չի կարող ասել, քանի որ իմ կողմից է այդ ցանկությունը եղել, որ ոչինչ չասի, ստիպված այդ ելքն է ուզում փնտրել, ամեն դեպքում այսպես լավ է։ Այսպես լավ է, ես էգոիստ չեմ, ես չեմ համարում միայն իմ երեխան է Կարենը, մեկ է Կարենը, որ մեծանա Կարենն է ընտրելու, ինքը իր հոր հետ շփվի, թե ոչ, բնականաբար ինձ հետ ուզի պիտի շփվի մայրն եմ ես, ու կարծում եմ վատ մայր չեմ։ Բայց էլի եմ ասում բոլոր այն մարդկանց համար, որ ով ինչպես ապրում է, ով ինչ քայլ անում է, թող անպայման մտածի, որ հաստատ եթե լավ բան է անում, պարգևատրվելու է, եթե վատ բան է անում, ուրեմն պատժվելու է։ Այդ իսկ պատճառով բոլորս անենք բարի լավ գործեր։ Շնորհակալ եմ Լիլիթ այսչափ անկեղծ զրույցի համար, եւ ես կարծում եմ, որ ձեր պարգևատրումները շատ չեն ուշանան։ Մերսի շատ։ Եվ վերջում նկարահանման աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ 1 հասցեում գործող Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարանին։ Դիմահարդարումն ապահովելու համար շնորհակալություն Տինա Թևոսյան Beauty Center-ին, հասցե Բաղրամյան 85։ Վարսարդարման համար շնորհակալություն H2 Beauty Lounge-ին, հասցե Սարյան 16։ Հագուստը տրամադրելու համար շնորհակալություն Ռիտա Մարկարյան Fashion Showroom-ին, հասցե Պուշկինի 48։ Կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Նավավար ձկնալի ըմպելարան։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ էքզիստենցիալ սրճարան։